Ողջույն, Հայաստանում կոռուպցիան նվազելու փոխարեն աճում է։ Դրա մասին են վկայում Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետները։ Երեք հրապարակվել է Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի ընկալման ինդեքսը, եւ մենք ետ ենք գլորվում, այսինքն արձանագրում ենք ետընթաց, կոռուպցիան նվազելու փոխարեն աճում է կոռուպցիան, բայց մենք տեսնում ենք ինչ ելույթներ են ունենում կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ դեմոկրատիայի բաստիոնի ներկայացուցիչները։ Հիմա լսենք փորձագետին ինչ է ասում, ուշադիր։ Անեն ու գիտեք ոնց կա համակարգային կոռուպցիա, եթե մենք տարանջատում ենք այդ բարձր grand corruption, systemic corruption, համակարգային մեծ կոռուպցիան եւ կա high level corruption, բարձրաշան պաշտոնյաների։ Դրանք նույնական չեն։ Հիմա ես օրինակ ավելի շատ հակված եմ ասելու, որ սա ավելի grand corruption-ի եւ այդ մեծ կոռուպցիայի եւ բարձրաշան պաշտոնյաների կոռուպցիայի պատկերն է, քանի որ ասի 50-ից ցածր է, մենք հաստատ կարող ենք ասել, որ սա petty corruption, փոքր մասշտաբի կոռուպցիա չի, սա ավելի բարձր է, բայց Ուշադիր, ասում ասա փոքր կոռուպցիա չի, այսինքն Հայաստանի Հանրապետությունում չեն կարող ասել, որ կոռուպցիա կա, բայց փոքր է։ Չէ, ասում դա փոքր կոռուպցիա չի, բարձրաստիճան պաշտոնատար անձանց մասնակցության վերաբերյալ է այս ուսումնասիրությունը, այսինքն որ այդ ընկալումը դրա մասին է, այսինքն միջազգային մշակված չափորոշիչները խոսում են այն մասին, որ եթե կոռուպցիայի ընկալման ինդեքսը այն մակարդակի է, օրինակ Հայաստանում 46-ից 47 միջակայքում է գտնվում այս պահին, մինչդեռ կառավարությունը ձգտում է որ բարձրացնի դրա դեմ պայքար եւ աճ ունենանք, Վրաստանը մեզանից առաջ է դեպ 50 է այնտեղ, բայց մարդը հստակ ասում է որ Հայաստանում կա գրանտ կոռուպցիա, այսինքն համակարգային կոռուպցիայի վերաբերյալ չեն կարող ասել վստահ, բայց գրանտ կոռուպցիա կա, ոնց է grand corruption, մեծ կոռուպցիա կա Հայաստանի Հանրապետությունում։ Քայնը շատ ավելի լուրջ ուսումնասիրություն, պետք է վայրի համակարգը նայեք Համակարգային լուրջ ուսումնասիրություն է։ Հիմա սիրելի հայրենակիցներ, հեղափոխությունից հետո կառավարության գլխավոր լեգիտիմության աղբյուրներից մեկն այն էր, կամ հիմնակարը կարելի ասել, որ կոռուպցիայի դեմ պայքար պետք է լինի, թալանչիների համակարգը մերժող այս իշխանությունը, թալանչիները պետք է պատժվեն, թալանը պետք է վերադարձվի եւ քաղաքական իմաստով թալանչիները, գողավազակները պետք է ուղղակի դուրս շպրտվեն քաղաքական համակարգից։ Եվ անցել է 8 տարի, սիրելի հայրենակիցներ, մենք ունենք կոռուպցիայի ետընթաց, կոռուպցիան հետ է գնում, չէ՞ մարդիկ դիտում են եթերեն, ասում են դուք ուրախ եք դրա համար, Ժորժան, ուրախ չեմ, ես ուզում եմ ձեզ բացատրեմ, ձեզ տեղեկացնում եմ, որ ուրախ չեմ, որ այդպես է, եւ ավելին ոնց ասեմ, հիասթափված բառն էլ մի քիչ էստեղ բանել, հիասթափված եմ, ջղայն եմ, մտածում եմ, որ այդ բոլորի հույսերը ոնց է ջուրը լցվել, ոնց ենք հավատացել այս ամեն ինչին, ուրախ չեմ եւ ուզում եմ ուղղակի բոլորս, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ժողովուրդը, մենք սաղս իմանանք, որ մեզ խաբում են։ Կոռուպցիայի դեմ պայքարում են իբր թե ամեն օր խոսում են դրա մասին, բայց միջազգային փորձագետներն եկել են, ասում են, որ ախպեր ջան, Ժորժան, կոռուպցիան երկրում աճում է եւ grand corruption կա, այսինքն մեծ կոռուպցիա, փոքր կոռուպցիայի մասին չի այդներ ասում, մեծ է այդ կոռուպցիան։ Մենք սրա մասին բազմաթիվ հրապարակումներ ունենք, մեր եթերներում էլ բազմիցս խոսել ենք։ Հիմա սիրելի հայրենակիցներ, այս օրինակը բերելու եմ, ելի եմ բերելու։ Ուրեմն կառավարությունը արտոնություններ ա տվել մի շարք ընկերությունների, որոնք հետո պարզվել է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը փող են տվել։ Օֆիցիալ կա այդ ինֆորմացիան։ Սա կոռուպցիա թե կոռուպցիա չի։ Ես ձեզ վստահեցնում եմ, սա կոռուպցիա է։ Սա հստակ կոռուպցիա է։ Սա քաղաքական կոռուպցիա է։ Հետո, այսինքն հարկը հավաքելուց իշխանությունն ինչ արել, մեկ ու մեջ արել, ոնց տնագում է, ով են մեր քաղաքական, ձեզ ազատում ենք հարկերից, այնտեղ եկամտարքի արտոնություն չի դեմ, դուք եմ մեզ այնտեղ են կոմով բերեք փողը, այստեղից բերեք փողը տվեք, նրանք են կոմից բա, եւ այս ճանապարհով այս ամեն ինչը գնացել է առաջ։ Հիմա ժողովուրդ ջան, հավաքելուց անարդար հավաքվել, ճիշտ է, գալիս ենք բաշխումը։ Բաշխելուց ոնց է բաշխվել։ Ասել են Թոշակառուն ինչ պետք է անի 10,000 դրամ որ ավելացնենք, ինչ պետք է անի թոշակառուն, բան այս ձենով է էլի խոսացվել, այդ որ դրա մասին խոսացվել է, ու 3.5 միլիարդ դրամ, 3.5 միլիարդ դրամ իրենց տվել են պարգևավճար։ Ժողովուրդ ջան, այդ ձեր ցավը տանեմ։ Ախր մենք սա ինչ, այսինքն եթե մենք սա չնկատենք, ձեն չհանենք, բան չանենք, ուրեմն մենք թույլ ենք տալի, որ մեզ խաբեն, հասկանում եք։ Այսինքն երկու հատ կոմպոնենտ կա, էլի, որ դու այնքան չես հասկանում, որ քեզ խաբում են, եթե այդքան չես հասկանում, քո խնդիրն է, որ չես հասկանում, ամոթ է, որ դու չես հասկանում, եւ երկրորդ, որ հասկանում ես, որ քեզ խաբում են, բայց ձեն չես անում։ Դա էլ է ամոթ։
Երկու կոմպոնենտն էլ ամոթ է։ Որտեվ այսինքն մենք քաղաքացիներս Հայաստանի Հանրապետության ինքնիշխան միակ հայկական պետականության վերջի 8 տարում 1000 ումի հույս ենք դրել, որ այս երկիրը դզվի, ոտքի կանգնի, այն ինչ որ կար, այն ինչ որ տեղի էր ունեցել, մինչև հեղափոխությունը, էլ տեղի չունենա, մեկ է գալիս են փորձագետներն ասում են Ժողովուրդ ջան, թալանում են ձեզ, թալանում են օրը ցերեկով։ Եվ ամբողջ մամուլը ժողովրդին թալանելու մասին տեսանյութեր է։ Ասենք Երևան քաղաքում փոստալցումը առանց բիտումի արվավ, դա ինչ արա թալանա, ձեզ թալանում են, մեզ թալանում են ժողովուրդ։ Գողությունն է դա օրը ցերեկով։ Ոչ ոք չի պատժվել, ոչ ոք։ Անարդյունավետ փողի ցանկացած ծախս դա թալան է ժողովուրդ ջան։ Իմացեք, գողություն է դա։ Երևանում այլանդակ ծավալի կոռուպցիա կա։ Երևան քաղաքում։ Հարցրեք ցանկացած մեկին, ով որ գործարարության մեջ որևէ բիզնես ուղղությամբ ինչ որ մի բան անում է։ Շինարարության ոլորտը հարցրեք։ Հետեւաբար այս մարդը ինչ որ ասում է, իշխանությունը գիտեք ինչ են ասում են կոռուպցիայի ընկալման ինդեքսը դա այն որ մարդկանց ընկալումն է։ Այսինքն կոռուպցիա չկա, ձեր ընկալումն է սխալ։ Դուք եք սխալ ընկալել։ Հասկանում եք, այդ ձևա իրանց արձագանք, որ կոռուպցիա չկա։ Դուք եք սխալ ընկալում կոռուպցիան։ Հա, սխալ եք ընկալում։ Այսինքն որ մարդիկ առանց բիտումի ասֆալտային մենք սխալ ենք ընկալում, որ մարդիկ թալանում, լափում են անիվ հիմնադրամի միլիարդավոր դրամներ ու ոչ մեկ չի պատժվում, ինչ որտեվ քաղաքական իշխանության հովանավորության ներքո է արվել։ Ասենք անձամբ իշխանությունը կառավար Նիկոլ Փաշինյանը իր նախկին փոխվարչապետը, որը եղել է Տիգրան Ավինյանը, մի Երևանի քաղաքապետը, իրանց հովանավորությամբ է տեղ ունեցել։ Ում ով պատժի, ում պատժեն, ոնց պատժեն։ Ոնց քաղաքական կոռուպցիա։ Վարչապետը կառավարության բյուջեից ֆինանսավորում է իր քարոզարշավը։ Իրական Հայաստանի կոնցեպտը Հայաստանի Հանրապետության մարզերում, քաղաքներում, գյուղերում, չգիտեմ, որտեղ ասես, Սփյուռքում, ուր որ գնում է կազմակերպում է դրա ներկայացման process, դա քաղաքացիական պայմանագիր կուսակցության քաղաքական ծրագրի ներկայացում է։ Հետևաբար դրա ծախսերը պետք է տարանջատել, այսինքն ինքը պետք է ծախս անել ԿՊ-ի բյուջեից, եթե ունեն, ու շատ ունեն, որտեղ պետությունից փող են ստանում որպես խորհրդարանական ուժ։ Նաև ներդրումներով այդ որ այդ մարդիկ եկամտարգից ազատվեն, նրանք են փող տալի, շատ փող տվողներ կան հիմա։ Հա, պետք է այդտեղից ծախսել, ինքը ծախսել է կառավարության աշխատակազմի բյուջեից, վարչապետի աշխատակազմի բյուջեից ծախսել է։ Դա ինչ է, դա քաղաքական կոռուպցիա է։ Թալանում են ժողովուրդ ջան։ Հիմա կարող է դուք ինձ ասեք, բայց նախկիններն ավելի շատ էին թալանում։ Այո, եկեք համաձայնվենք դրա հետ։ Որտեղ ասենք բացարձակապես այդտեղ նախկին պաշտպանող չկա այս եթերի մեջ։ Ոչ ես եմ պաշտպանում, ոչ էլ ինձ դիտող ժողովուրդը։ Հետևաբար, այսինքն, եթե մեկը ավելի շատ հանցագործ է, մեկը մի քիչ, մենք մի քիչ հանցագործություն պետք է հանդուրժենք, հա? Չէ, մենք չպետք է հանդուրժենք։ Եվ ես ձեզ ուզում եմ ասել, որ կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանի Հանրապետությունում որպես ռազմավարական ուղղություն այլևս տապալված է։ Նիկոլ Փաշինյանը, նրա գլխավորած կառավարությունը տապալել է Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարը։ Եվ հետևաբար հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ովքեր հիմա ամեն օր տուժվում են այդ կոռուպցիայի պատճառով, պետք է ընտրությունների միջոցով կատարեն փոփոխություն Հայաստանի Հանրապետությունում։ Եվ ես ձեզ վստահեցնում եմ, որ թե մասնագիտությամբ, թե մեր ունեցած փորձով մենք թե խորհրդարանում, թե խորհրդանից դուրս միշտ բարձրաձայնել ենք եւ պայքարել ենք կոռուպցիայի դեմ։ Ավելին ասեմ, ՀԿ սեկտորում, երբ որ իրավապաշտպանությամբ է զբաղվում, այն ժամանակ էլ բազմաթիվ գործերով Երևան քաղաքում շենքեր են հետ բերվել իմ տված հաղորդումների հիման վրա։ Երկաթգիծա թալանվել իմ տված հաղորդման հիման վրա է երկաթգծի քրեական գործը հարուցվել։ Ո՞վ է դրա մասին խոսում։ Ես որոշել եմ, որ ես սկսեմ խոսալ դրա մասին։ Որտեղ եթե մենք չասենք, որ մենք ինչ ենք արել, ոչ մեկ չի ասելու, չի գնահատվելու, չի իմացելու, մարդիկ չեն ճանաչելու էդի։ Ինչա տեղի ունենում, ինչա տեղի ունեցել։ Այդ ճանաչողությունը պետք է բարձրացնել։ Եվ ես ձեզ վստահեցնում եմ, որ հունիսի 7-ին դուք գնաք ընտրական տեղամաս։ Ընտրեք Լուսավոր Հայաստան կուսակցությանը, Հայաստանի Հանրապետությունում կլինի ռեալ կոռուպցիայի դեմ պայքար։ Որովհետև ես չեմ խաղում։ Ես որ մի բան ասում եմ, տենց լինելու է։ Ես խաղեր չեմ անելու, էլի, որ վայ բան, մենք ժողովրդավարական արժեքները բան։ Այն ինչ որ այսօր տեղի ունեն, ժողովրդավարական արժեքների հետ կապ չունի։ Իրանք ժողովրդավարությունը մատնանշելով թողում են, որ ինչ որ մարդիկ թալանեն երկիրը։ Եթե դա թողում են, ուրեմն իրանք էլ այդ թալանչիների հովանավորներն են։ Եվ հանկարծ որևէ կերպ թող չասեն, որ ժողովրդավարությունն է, որ դա պատճառը, որ մենք ժողովրդավար ենք, դրա համար ենք մենք տենց։ Մենք ու թույլ չենք, մենք ժողովրդավար ենք։ Ոչ դուք հովանավորում եք թալանչիներին, դուք թույլ չեք, դուք հովանավորում եք թալանչիներին, գող ավազակներին։ Այսքանն է այսօր ուզում ասել, խնդրում եմ տարածել,
միանալ այս ալիքին եւ գրել մեզ, ովքեր են ուզում, որ առաջադրվեն Լուսավոր Հայաստան կուսակցության ցուցակով խորհրդանական ընտրություններին մասնակցելու համար, որովհետեւ մենք քաղաքացիների համար բացել ենք մեր ցուցակի 30% տեղերը։ Հայտարարությունը դրված է ԼՀԿ էջում, այս տեսանյութի մեկնաբանություններում նորից ես կտեղադրեմ։ Լավ մնացեք, Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։